Անշուշտ շնորհավորում ենք համայն հայ ազգին, բայց նաև հուշումով, թե հայը ով է եղել եւ այժմ հայկական արժեքը որոշակի ձևով ինչքան է աղավաղվել։ Հուշարձանը, որ այստեղ կանգնեցված է, պատմական այս վայրում, բարձր տեղում հուշում է, 4 կողմին էլ հուշում է, թե մենք ինչ ճանապարհ ունենք անցած եւ Աստված զորացնի մեր հայ ազգին, որպեսզի այսուհետ եւ գրեթե բոլորն էլ գիտեն, որ սպառնալիքները արդեն մոտ են ամեն կողմից։ Կարողանան ճիշտ հաղթահարել։ Այսօր հրապարակում մեծ զորահանդես են կազմակերպել, բանակի տեխնիկան են ցուցադրում, հիմա այնտեղ ամենայն հավանականությամբ մարդաշատ է ու զուգահեռ տեսնում ենք Սարդարապատում այս ժամին գրեթե հուշահամալիրում, գրեթե դատարկ է, ինչպես եք վերաբերվում։ Ես սիրում եմ կյանքում համեմատականներ բերել, մեկ օրինակով ներկայացնեմ, երբ որ մեծ քանակությամբ ժողովուրդ գնում է ուխտագնացության, մտնում է սրբավայրը, անմիջապես մեծ մասը դուրս է գալիս եւ իր զբաղմունքներով է զբաղվում։ Քչերն են, որ մնում են եկեղեցում այդ սրբավայրում եւ իրենց աղոթքը շարունակում են հենց օրվա խորհրդին համաձայն։ Այդ